Բարև սարգելի ֆուտբոլասերներ, Ուրարտու մարզադաշտը հրավիրում է բոլոր ֆուտբոլասերներին հետևելու ԱՖԼ-ի Summer Cup-ի խմբային փուլի 7-րդ տուրի Վերդեր Արարատ հանդիպման ընթացքին ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս եկան խաղադաշտ ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար ճիշտ է այս հանդիպումը մարզական առումով որևէ նշանակություն չունի բայց եւ այնպես թիմերը խաղադաշտ են դուրս գալիս միայն ու միայն հաղթելու գեղեցիկ ֆուտբոլ ցույց տալու համար թե ինչ վիճակ է մրցաշարային աղյուսակում կանադառնանք խաղի ընթացքում իսկ հիմա վարկյաններ անց կհնչի մրցավար Մանուկ Մուրադյանի մեկնարկային սուլիչը Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար, հանդիպումը սկսված է բարեկամներ գնդակով Արարատի ֆուտբոլիստներն են։ Եկեք այս պահին ծանոթանանք մրցող թիմերի կազմերին, որից հետո կհետևենք հանդիպման ընթացքին։ Սկսենք Վերդերից համար 1 Էդվարդ Հարությունյան, համար 5 Վալոջա Մարգարյան, համար 8 Արթուր Սարգսյան, համար 10 Հայկ Մուրադյան նա թիմի ավակն է։ Համար 14 Սարգիս Մարտիրոսյան, համար 17 Հակոբ Ամիրյան, համար 22 Նարեկ Մկրչյան, համար 23 Զորա Պադարյան, համար 26 Խաչատուր Էրզրումյան և համար 99 Սերգեյ Ամրոյան։ Արարատն է գնդակով աչոզով շարժում են առաջ։ Կարողացավ պահել գնդակի մոտ, իսկ հիմա տեսնենք Վերդերի հակագրոհը, անցնենք Արարատին արված և քիչ էր մնում գնդակը հայտնվել Վերդերի դարպասում, դարպասապահ փրկեց իր թիմին վերահաս գոլից, անկյունային հարված, այս անկյունայինից հետո կներկայացնեմ արդեն Արարատի կազմը, վտանգավոր կարող է ստացվել և հերթական անկյունայինը Թերևս ասնենք Արարատի կազմին համար 1 Գրիգ Գրիգորյան, համար 2 Արմեն Խլղատյան, համար 3 Վրեժ Հարությունյան, համար 4 Հայկ Ղազարյան, համար 6 Դավիթ Դավթյան, համար 8 Արմեն Մելոյան, համար 9 Սամսոն Հարությունյան, համար 14 Սարո Խլղատյան, համար 17 Յուրա Գալացյան Եզրային նետում եզրից Վերդերը գնդակը կմցնի խաղի մեջ Այս թիմերը ընդգրկված են Summer Cup-ի B խմբում Վերդերը միանձնյա առաջատարն է B խմբի վաստակած 15 միավորով իսկ Արարատը եզրափակում է B խմբի մրցաշարային աղյուսակը վաստակած 3 միավորով սակայն 6-րդ տեղում ընթացող Ռեալից ետը մնում ընդամենը 1 միավորով և եթե այսօր Արարատը հաղթի, ապա կշրջանցի Մադրիդի Ռեալին։ Ինչ վերաբերում է Վերդերին, ապա այս հանդիպումը որևէ նշանակություն չունի։ Անկախ արդյունքից Վերդերը խմբային փուլն ավարտում է առաջին հորիզոնականով։ Եվ այսօր այնուամենայնիվ կփորձի ցույց տալ գեղեցիկ և հետաքրքիր ֆուտբոլ։ Մուրադյանը եզրից կնետի գնդակը խաղի մեջ Նկատեցիք, որ այսօր բացակայում է Վերդերի կազմում առաջատարը Մայիս Մելքոնյանը Փոխանցում հարված և հրաշալի է խաղում Արարատի դարպասապահը անկյունային
Տեսնենք ինչպես կիրացնեն Վերդերի ֆուտբոլիստները այս անկյունայինը փոխանցում։ Վտանգավոր կարող է ստացվել, հեռացնում են գնդակը Արարատի ֆուտբոլիստները, բայց կարողանում են վաստակել եզրային նետման իրավունք։ Մուրադյանը խլում է գնդակը։ Վերդերի արագ հակագրոհը տեսնենք ինչ ընթացք ունենա Էրզրումյան։ Կորցնում է գնդակը խաչատուր Էրզրումյանը և Վերդերն է ձախ եզրով սլանում առաջ, հարված և բարձր էր։ Հարվածը չդիպավ գնդակին դարպասապահը։ Եվ Մուրադյանը շարժում է առաջ, փոխանցում դեպի կենտրոն։ Հրաշալի կերպով պաշտպանվում են այսօր Արարատի ֆուտբոլիստները և թույլ չեն տալիս մրցակցին վտանգավոր գրոհներ կազմակերպել։ Էրզրումյան դուրս է գալիս հարվածային դիրք, բայց թույլ չեն տալիս Էրզրումյանին հարվածել դարպասին։ Խաղի կանոնների խախտում։ Խնդրում առաջ և հարված Վերդերի դարպասից։ Վերդերի գրոհի կենտրոնով փոխանցում Աչեզր Էրզրումյան։ Վտանգավոր կարող է ստացվել, բայց դարպասապահը առաջինն է հասնում գնդակին և այն անմիջապես ուղարկում դեպի Աչեզր խաղընկերոջը, բայց խաղի կանոնների խախտում։ Անհաջող փոխանցում, վտանգավոր կարող է ստացվել Էրզրումյան, բայց նպաստավոր դիրքից չի կարողանում խաչատուր Էրզրումյանը գրավել մրցակցի դարպասը։ Հրաշալի խաղաց հիմա այս դրվագում Արարատի դարպասապահը։ Հրաշալի հնարավորություն էր հաշիվը բացելու։ Եվ տեսնենք Արարատի գրոհը հեռու տարածությունից հարվածում է, բայց թույլ էր հարվածը։ Ճիշտ է Մայիս Մելքոնյանը չի մասնակցում հանդիպանը, սակայն խաղադաշտից աջակցում է իր թիմին։ Վերդերն է գնդակով։ Հրաշալի համագործակցություն էր, բայց Արարատը այսօր հրաշալի է խաղում պաշտպանությունում։ Հարված և հերթական անգամ փրկում է դրությունը Արարատի դարպասապահը, բայց այստեղ վնասվածք է ստացել կարծես թե Արարատի պաշտպանը։ Հուսանք վնասվածքը լուրջ չլինի։ Կարծես թե լուրջ է վնասվածքը և մրցավարի և խաղընկերոջ օգնությամբ դուրս է գալիս խաղադաշտից Արարատի ֆուտբոլիստը։
Կարող է շարունակել հանդիպումը սուլի չկա, հիմա Վերդերն է գնդակով։ Եղեցիկ է խաղում Հայկ Մուրադյանը։ Փոխանցում դեպի կենտրոն։ Կրկին Մուրադյան, հարված և կրկին անգամ հրաշալի է խաղում։ Արատի դարպասապահը գնդակը դուրս հանելով անկյունային։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հարված։ Հարվածը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Արատն է գնդակով։ Հարված և մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եվ Արատի հերթական գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա։ Համար պայքար է գնդակի համար բարեկամներ։ Մի փոքր կոպիտ պայքարում է անցնում ամեն դեպքում հանդիպումը։ Վտանգավոր գրոհ կարող է ստացվել։ Սակայն Վերդերը չկարողացավ հերթական անգամ գրավել մրցակցի դարպասը և արված Արատի դարպասից։ Ռզրումյան, փոխանցում, հարված, փայլուն մարզավիճակում է պարզապես Արատի դարպասապահը և կրկին անգամ փրկում է իր թիմին վերած գոլից։ Իհարկե, Արատի ֆուտբոլիստները ամեն ինչ անում են, որպեսզի խմբային փուլը չավարտեն վերջին հորիզոնականում և ընդամենը հիշեցնեմ մեկ միավոր է ետ մնում 6-րդ տեղում գտնվող Մադրիդի Ռեալից վտանգավոր դրություն է և անհաջող փոխանցում էր Արատի մոտ է գնդակը անհաջող փոխանցում նա Վերդերը հարված դարպասապահ փրկում է իր թիմին ուժեղ է փոխանցումը և Հայկ Մուրադյանը չհասավ գնդակին Եկար փոխանցում դեպի ձախ եզր եզրային նետում Հանդիպան 14-րդ րոպեն է բարեկամներ, հաշիվը բացված չէ 0-0 Վերդեր Արարատ։
Փոխանցում Զախիեզեր։ Հրաշալի գրող կարող է ստացվել, տեսնենք։ Կարելի է հարվածել, դուրս է գալիս հարվածային դիրք և փոխանցում է կատարում հարվածելու փոխարեն։ Եվ կրկին Այք Մուրադյանը եզրից կնետի գնդակը խաղի մեջ։ Գեղեցիկ է խաղում Վերդերի ֆուտբոլիստը։ Փոխանցում, հարվածել է պետք հարված և ինչպիսի դիրքից է վրիպում Վերդերի 23 համարը։ Գնդակը բավականին բարձր է ընթանում և կրկին անգամ չեն կարողանում եզրափակել գրողով Վերդերի ֆուտբոլիստները։ Մակենտրոնով շարժում են առաջ, փոխանցում Զախիեզեր։ Խուճապ է Արարատի Տուգանային հրապարակում և հարված դարպասից։ Փոքր ակտիվացան Վերդերի ֆուտբոլիստները։ Մեկտարկայի րոպեներից առավել ակտիվ էին Արարատի խաղացողները, սակայն Վերդերը կարողացավ իր մեջ ուժ գտնել և ակտիվություն ունեցնել խաղի մեջ։ Փոխանցում Էրզրումյանը հասնում է գնդակին, հարված և գոլ։ Գոլ բարեկամներ, հաշիվը բացված է Խաչատուր Էրզրումյան 1-0։ Մեքսերով բարեկամներ Խաչատուր Էրզրումյանը բացում է խաղի հաշիվը։ Վերդերը առաջ է անցնում հաշվի մեջ և հիմա հերթը Արարատի ֆուտբոլիստներին է գրոհելու և փորձելու իհարկե հավասարացնել հաշիվը։ Մուրադյան։ Այք Մուրադյան հրաշալի է խաղում, բայց կորցնում է գնդակը Մուրադյանը։ Վաստակում է անկյունային հարվածի իրավունք։ Փոխանցում, վտանգավոր կարող է ստացվել։ Եվս մեկ անկյունային այս անգամ արդեն խաղադաշտի մյուս եզրից։ Անկյունայինը իրացված է, հարված և մի փոքր շեղությամբ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Չեն շտապում Վերդերի խաղացողները։ Էրզրումյան, փոխանցում Աչեզեր։ Հարված և գնդակը հայտնվում է դարպասում 2-0 կրկին Խաչատուր Էրզրումյան։ Բարեկամներ, հաշիվը կրկնապատկում է Սերգեյ Ամրոյանը համար 99։ Էրզրումյան, հարված և անկյունային։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հարված և շեղեր։ Հարվածը ճիշտ է Վերդերը հաղթում է 2-0 հաշվով, բայց այնպես անդադար գրոհում են։ Փոխանցում
Չեսոքացնում է սպառնալիքը Արարատի ֆուտբոլիստները։ Վտանգավոր դրություն է, կարող են գրավել դարպասը, հարված 3-0։ Դուբլ Խաչատուր Էրզրումյան։ Սերգեյ Ամրոյանի փոխանցումից հետո Խաչատուր Էրզրումյանը հաշիվը դարձնում է 3-0 դառնալով դուբլի հեղինակ Մուրադյան և խաղի կանոնների խախտում։ Անկյունային հարված կիրացնեն Վերդերի ֆուտբոլիստները, վտանգավոր դրություն է, խլում են գնդակը։ Խաղի կանոնների խախտում։ Հասնում է գնդակին Արարատի ֆուտբոլիստը, խացում առաջ, հարված Արարատի դարպասից հեռացնում է Վերդերի ֆուտբոլիստը, փոխանցում Աչեզար և Արարատի գրոհը հարվածում է դարպասին, բայց հարվածը թույլ էր, այդքան էլ վտանգավոր չէր։ Փոխանցում առաջ, հրաշալի փոխանցում էր։ Ամրոյան կորցնում է գնդակը։ Կենտրոնով Վերդերը շարժում է առաջ, փոխանցում Զախեզար։ Անհաջող փոխանցումը։ Աչեզրով Արարատի ֆուտբոլիստը շարժում է առաջ, բայց խլում են Վերդերի խաղացողները։ Կենտրոնով Արարատը շարժում է առաջ, խլում են գնդակը Վերդերի ֆուտբոլիստները։ Կենտրոնով շարժում է առաջ, փոխանցում, Մուրադյան հարված, գոլ, Հայկ Մուրադյան 4-0։ Հայկ Մուրադյանը հաշիվը դարձնում է 4-0 Եվ վերջ, բարեկամները առաջին խաղակեսը ավարտվում է, առաջին կեսից հետո Վերդերը հաղթում է 4-0 հաշվով, այս պահին ընդմիջվենք կարճատև դադարով, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։
Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Ափելի Summer Cup-ի 7-րդ տուրի Վերդեր Արարատ հանդիպումը սկսված է արդեն երկրորդ խաղակեսը։ Առաջին կեսից հետո Վերդերը հաղթում է 4-0 հաշվով։ Ամեն դեպքում գեղեցիկ առաջին խաղակես ունեցանք, չնայած նրան, որ այս հանդիպումը մարզական առումով որևէ նշանակություն չունի, քանի որ Վերդերն արդեն ապահովել է առաջին տեղը B խմբի մրցաշարային աղյուսակում, իսկ Արարատը եզրափակում է մրցաշարային աղյուսակը, չնայած որ եթե կարողանա հաղթի այսօր Արարատը վերջին հորիզոնականից կտեղափոխվի 6-րդ հորիզոնական, կշրջանցի Մադրիդի Ռեալին, ընդամենը մեկ միավոր է բաժանում նրանց։ Տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ խաղակեսը։ Էրզրումյան, հարված և գոլ։ 5-0 բարեկամներ, հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում Վերդերը հաշիվը դարձնում է 5-0։ Խաչատուր Էրզրումյանը դառնում է հետ-տրիկի հեղինակ։ Հաշիվը դարձելով 5-0, իսկ հիմա տեսնենք Արարատի գրող ինչպիսի զարգացում կստանա։ Կորցնում են գնդակը։ Ամրոյան, Էրզրումյան, հարված և մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եվ տեսնենք Արարատի գրողը, սակայն կորցնում են գնդակը Արարատի ֆուտբոլիստները, Խաչատուր Էրզրումյանը կենտրոնում ստանում է գնդակը, Ամրոյան, փոխանցում անկյունային։ Դեղին քարտ է ստանում Արարատի 9 համարը Սամսոն Հարությունյանը։ Հարված Արարատի դարպասից։ Ստանում է գնդակը Արարատի ֆուտբոլիստը, խապս է տալիս, բայց կորցնում է գնդակը։ Կորցնում է գնդակին, տեղափոխում է դեպի կենտրոն։ Երկար փոխանցում առաջ դեպի Տուգանային հրապարակ, բայց Վերդերի պաշտպանը հեռացնում է գնդակը և կենտրոնում հիմա Վերդերը կձեռնարկի հերթական հակագրոհը, բայց այն պսակվում է անհաջողությամբ։ Հարված և հարվածը թույլ էր, Վերդերի դարպասապահը շատ հանգիստ վերցրեց գնդակը և հիմա եզրային նետում։ Էրզրումյանը կհասնի գնդակին, այո, հասնում է գնդակին և չկարողանալով իր մոտ պահել գնդակը, Արարատը ստանում է եզրային նետման իրավունք, հեռու տարածությունից արված և բավականին անհաջող ստացվեց արվածը։ Դարդերի գրոհը
Աչ եզրով տեսնեք ինչ ընթացք ունենա փոխանցում դեպի տուգանային հրապարակ։ Արված, փակում են գնդակի ճանապարհը, սակայն մնում է գնդակը Վերդերի մոտ։ Հրաշալի է խաղում Էրզրումյանը։ Ամիրյան, հարված և ֆանտաստիկ գոլի հեղինակ է դառնում։ Վերդերի 17 համարը, Հակոբ Ամիրյանը 6-0։ 6-0 բարեկամներ, այս դրվագում արդեն Խաչատուր Էրզրումյանը դառնում է գոլային փոխանցման հեղինակ։ Հրաշալի մարզավիճակում են գտնվում Վերդերի ֆուտբոլիստները։ Եվ իրենց համար ոչինչ չորոշող խաղում նույնիսկ այսպիսի հրաշալի ֆուտբոլ են ցույց տալիս։ Փոխանցում կենտրոն, Ամիրյան, Էրզրումյան, փոխանցում, հեռացված է գնդակը։ Հասնում է գնդակին Վերդերի խաղացողը, բայց կրկին արատ է գնդակով Սամսոն Արությունյան, և փոխանցում։ Հեռու տարածությունից հարվածում է, բայց շեղ է ստացում հարված, հիմա վնասվածք է ստացել Արատի ֆուտբոլիստը։ Ամեն ինչ կարգին է, կարող են շարունակել հանդիպումը։ Ութ րոպե անցել է երկրորդ խաղակեսի մեկնարկից։ 6-0 հաշվով Վերդերը հաղթում է Արատին խմբային փուլի վերջին տուրում Summer Cup-ի։ Այս հաղթանակից հետո Վերդերը վաստակում է իր 18-րդ միավորը և փայլուն արդյունք ցույց տալով խմբային փուլը ավարտում առաջին հորիզոնականում։ Եվ հարված Վերդերի դարպասից Ամիրյան դարպասապահը հասնում է գնդակին, հարված Էրզրումյան, հեռացված է գնդակը։ Հարված և հարվածը շեղ էր, բայց բավականին վտանգավոր ստացվեց։ Եզրային նետում Վերդերի ֆուտբոլիստը խլում է և կենտրոնով շարժում են առաջ Էրզրումյան և ձեռքով խաղ։ Վտանգավոր դիրքում Վերդերը ստանում է ստանդարտի իրավունք։ Գնդակի մոտ կրկին Վերդերի 26 համարն է Խաչատուր Էրզրումյանը։ Հարված և անկյունային։
Տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը Վերդերի խաղացողները։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ։ Դարպասապահը տիրում է գնդակին եւ այն անմիջապես ուղարկում առաջ հրաշալի են խաղում Արարատի ֆուտբոլիստները կանոնների խախտում։ Կրկին կանոնների խախտում Արարատի ֆուտբոլիստի նկատմամբ։ Ճիշտ է, այդքան էլ մոտ չէ, բայց կարող է նաև հարվածել դարպասին Արարատի ֆուտբոլիստը։ Տեսնենք, հարված! Մի փոքր բարձր է ընթանում հարվածը։ Կրկին Վերդերն է գնդակով։ Փոխանցում։ Մնում է գնդակը Վերդերի մոտ Համիդյան։ Անհաջող փոխանցում է եւ Սամսոն Հարությունյանը կարող էր սկսել իր թիմի հերթական հակագրոհը, սակայն եզրային նետման իրավունք է վաստակում։ Վտանգավոր դրություն կարող է ստացվել, բայց Վերդերը դարպասապահը տիրում է գնդակին եւ այն անմիջապես ուղարկում դեպի Հայկ Մուրադյանը։ Էրզրումյան, Մուրադյան։ Վտանգավոր կարող է ստացվել, փոխանցում, բայց անկյունային են միայն այս դրվագում վաստակում Վերդերի խաղացողները։ Փոխանցում, հեռացնում է դարպասապահը։ Արարատի դարպասապահը շատ դրվագներում փրկեց իր թիմին այսօրվա խաղում։ Իսկապես հրաշալի խաղ ցույց տվեց, սակայն այնուամենայնիվ 6 գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Էրզրումյան, փոխանցում, Ամրոյան կարելի էր հարվածել, բայց Արարատի ֆուտբոլիստները խլում են գնդակը եւ ձեռնարկում իրենց հերթական հակագրոհը, որը դեռևս շարունակվում է։ Խլում են գնդակը Վերդերի խաղացողները։ Հրաշալի համագործակցություն, փոխանցում Ձախեզր։ Ուժեղ էր փոխանցումը։ Արարատը գնդակով։ Կրկին անգամ Վերդերի ֆուտբոլիստները խլելով գնդակը շարժում են առաջ, վտանգավոր է Էրզրումյան եւ հրաշքով գնդակը չհայտնվեց Արարատի դարպասում, դարպասաձողը փրկեց հիմա Արարատին։ Հրաշալի մարզավիճակում է գտնվում Վերդերի 26 համարը Խաչատուր Էրզրումյանը։ Հարված։ Մնում է գնդակը Արարատի մոտ, բայց Վերդերի պաշտպանները իրենց բարձունքների վրա են։ Էրզրումյան Խաչեզրով սլանում է առաջ,
Եվ հարված Արարատի դարպասից կրկին Արարատի գնդակով կարողանան Արարատի ֆուտբոլիստները գոնե հեղինակության գնդակ խփել այսօր։ Սամսոն Արությունյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Վերդերի ֆուտբոլիստը հեռացնում է գնդակը։ Եվ կենտրոնով հիմա Վերդերը շարժում է առաջ։ Փոխանցում արված եւ գոլ։ 7-0 բարեկամներ։ 7-0 եւ Սերգեյ Ամրոյանը հաշիվը դարձնում է 7-0 Վերդերն է գնդակով անհաջող փոխանցում էր Ուրաջյան Էրզրումյան խապս է տալիս վտանգավոր դրություն էր հրաշալի խաղաց Ամրոյանը, բայց դարպասապա կրկին փրկում է դրությունը և հենց ինքն էր սկսում իր թիմի հերթական հակագրոհը Արված և բավականին բարձր ընթացավ արվածը Վերդերն է գնդակով փոխանցում կենտրոն Էրզրումյան փոխանցում դեպի Հայկ Մուրադյանը Կրկին Էրզրումյան հարված և գոլ 8-0 բարեկամներ Խաչատուր Էրզրումյան 8-0 բարեկամներ Կրկին Էրզրումյան հարված և դարպասապը շատ հաջող է խաղում փրկելով դրությունը Էրզրումյանը դառնում է պոկերի հեղինակ Արարատի գրոհը տեսնենք ինչ ընթացք ունենա Հարությունյան հարված և դարպասապա տիրում է գնդակին հարված այդքան էլ ուժեղ չէր թույլ էր և այն ոչ մի վտանգ չներկայացրեց դարպասապայի համար Մուրադյան Հարությունյանը խլում է գնդակը, բայց վայրկյաններ անց գնդակի կորուստ Ամրոյան, Էրզրումյան, հարված և 9-0 Պենտատրիկ Խաչատուր Էրզրումյան 9-րդ անգամ Արարատը խաղը սկսում է, վերսկսում է դաշտի կենտրոնից Հարությունյան
Կենտրոնը շարժում է առաջ։ Փոխանցում, հարված։ Եվ 10-րդ անգամ գնդակը հայտնվում է դարպասում, գոլի հեղինակը Վերդերի 99 համարն է Սերգեյ 10-0 Սերգեյ Ամրոյան։ Հարված, փակում են գնդակի ճանապարհը։ Խոցում։ Խլում են գնդակը Վերդերի խաղացողները։ Ձերքով խաղ։ Վնասվածք է ստացել Արարատի ֆուտբոլիստը։ Ամեն ինչ կարգին է, կարող են շարունակել հանդիպումը։ Էրզրումյան, հարված և 11-0։ Խաչատուր Էրզրումյան, ինչ է անում այսօր Էրզրումյանը։ Տասնմեկ 0 բարեկամներ, այ քեզ հաշիվ, որից 6-ի հեղինակը Սերգեյ Խաչատուր Էրզրումյանն է։ Վերդերը սլանում է առաջ, Էրզրումյան, հարված, 7-րդ գնդակը Խաչատուր Էրզրումյանի 12-0։ Ինչպիսի հանդիպում է բարեկամներ, գեր գոլառատ։ Վտանգավոր գրող կարող է ստացվել։ Խլում է գնդակը Վերդերի ֆուտբոլիստը։ Էրզրումյան մնում է գնդակը Վերդերի մոտ։ Հարված և 13-0 Խաչատուրի Էրզրումյանը 8-րդ գոլն է խփում։ Եվ այսքանով էլ ավարտում ենք այսօրվա ռեպորտաժը բարեկամներ, Վերդերը գեր գոլառատ խաղում հաղթում է Արարատին, վաստակում իր 18-րդ միավորը և ավարտում խմբային փուլը բավականին հրաշալի արդյունքով։ Շնորհավորում եմ Վերդերի ֆուտբոլիստերին ֆանտաստիկ հաղթանակի կապակցությամբ և ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից, այն ձեզ համար մեկնաբան է Շավարժ Հարությունյանը, մինչ նոր հանդիպում։